Ողջույն հարազատներ, այսօրվա խոսքը, որ ունեմ Սուրբ Հոգուց առաջնորդված, վերաարժեքավորման մասին է։ Այսինքն դու ունես մի որոշակի արժեքային համակարգ, որը պիտի վերանայվի եւ վերաարժեքավորվի։ Երբ որ պատանեկությունից սկսած, երբ որ սկսվում է մեր մեջ կերտվել մեր անձը, մենք ունենք որոշակի արժեքային համակարգ։ Դա մեր ընտանիքից է գալիս, հասարակությունից է գալիս, մենք ունենք մեր բարոյական սահմանները, մենք ունենք արդեն մեր սկզբունքները եւ ունենք մեր աշխարհայացքը։ Եվ տարիներով ապրում ենք դրա մեջ, կարևորելով այս բանը, այն բանը եւ երկրորդական համարելով ուրիշ բաները, եւ սա մեր կյանքի ամեն մեկս առանձնահատուկ ունենք մեր աշխարհայացքը, ինչպես ենք մենք ընկալում եւ ինչպես ենք պատասխանում։ Մենք բոլորս ունենք սա։ Բայց մեր արժեքային համակարգը փոխվում է միայն այն ժամանակ, երբ որ մենք իրական հանդիպում ենք ունենում Հիսուս Քրիստոսի հետ, որի մասին խոսեցի նախորդ նյութի մեջ։ Եվ այս օրերով իմ միտքս եւ իմ աղոթքներս միայն այս ուղղության վրա են։ Ուրիշ բանի վրա չեմ կարող մտորեմ, որովհետեւ շատ կարեւոր է թե ինձ համար եւ թե բոլորի համար այս կարեւորագույն նյութն է Հիսուս Քրիստոսի հայտնությունը մեր կյանքերի մեջ։ Առանց այս հայտնության հոգևոր աշխարհի մեջ, աստվածպաշտության քո կյանքի մեջ դու մի քայլ առաջ չես կարող գնալ, որովհետև այդ հանդիպումից է կախված քո ամբողջ հոգևոր ընթացքը, քո այս աշխարհի ապրելու եւ քո հավիտենականությունը ամբողջությամբ կախված է այդ հանդիպումից։ Հիսուս Քրիստոսն ասեց. «Ահա թակում եմ դուռը, եթե բացես, ընթրիք պիտի անեմ քեզ հետ»։ Եվ Հիսուս այդ ընթրիքի ժամանակ պիտի բացի իր հայրական, իր աստվածային, իր սիրո էությունը պիտի բացի քեզ եւ պիտի ճանաչես քո արարիչ Աստծուն։ Եվ Տերը պիտի հայտնի իր կամքը քեզ, եւ Տերը պիտի բացի իր սիրտը, եւ պիտի հայտնի քո առաքելությունը, եւ պիտի հասկանաս ով ես դու, ինչի համար ես եկել ես աշխարհ եւ ուր ես գնալու, եւ քո ամբողջ կյանքը պիտի փոխվի։ Քո ամբողջ արժեքային համակարգը պիտի փոխվի, որովհետեւ մինչ այդ դու չունեիր ամենաարժեքավորը եւ ուրիշ բաներ դու արժեքավորում էիր, բայց երբ որ եկավ ամենաարժեքավորը, ամենաթանկագինը, անկին գանձը եկավ քո կյանքի մեջ, մնացած բաները ոչնչացան, զրոյացան, այն որ դու տարիներով այսպես կուրքի պես պաշտել ես, զրոյանում են այդ ամեն ինչը։ Եվ սա է իրական հանդիպումը Հիսուս Քրիստոսի հետ։ Սա է իրական ապաշխարությունը, երբ որ դու ապրում էիր մարմնեղեն նյութական աշխարհի մեջ, եւ քո արժեքները դրանց վրա էր, եւ քո չափանիշները դրանց վրա էր, նյութականի Հիսուս Քրիստոսի հայտնությունից հետո դու հավիտենական Աստծուն, հավիտենական ծառայություն մատուցելու ես սկսում եւ քո կյանքը ամբողջությամբ փոխվում է։ Սա երկու տարբեր աշխարհներ են։ Չի կարող մարդը Հիսուս Քրիստոսի հետ հանդիպելուց հետո նորից այդ նյութական, ժամանակավոր այս աշխարհի դարդուցավի ու հոգսերի մեջ մնա։ Հնարավոր չի, եթե իրական հանդիպում ունես, քո միտքը, քո արժեքային համակարգը, քո աշխարհայացքը ամբողջությամբ պիտի փոխվի։ Եվ սա ամենակարևորագույնն է մեր բոլորիս համար, որ փափագենք այդ հանդիպմանը եւ այդ դուռը, որ Տերը տարիներով թակում է, բացենք այդ դուռը Տիրոջ համար։ Ես ցավում եմ, երբ որ մարդիկ վկայում են հավատացյալ մարդկանց մասին, որ տարիներով, երկար տարիներ, արդեն 10 տարի եկեղեցի են գնում այդ մարդիկ եւ ասում են, գիտես, այս մարդու կյանքի մեջ ոչ մի փոփոխություն չկա։ Ես այս մարդուն 30 տարի է ճանաչում եմ, բայց այն 20 տարիները, որ ինքը եկեղեցում չէր, եւ այս 10 տարիները, որ ինքը եկեղեցում է, այս մարդու մեջ ոչ մի փոփոխություն չկա։ Ես կասեի ընդհակառակը, ավելի չարություն կա, քան թե բարություն։ Եվ այս մարդը չի նմանվում Հիսուս Քրիստոսին, որովհետև այդ մարդը հանդիպում չունի, տարիներով գնում է եկեղեցի, բայց չի փափագում, որ այդ հանդիպումը ունենա, չի փափագում, որ իր սիրտը ամբողջությամբ նվիրի Հիսուս Քրիստոսին, հասկանա Քրիստոսի կատարած զոհը, խաչը, մահը եւ հարությունը, որի շնորհիվ ես եւ դու իրավունք ունենք այդ սրբության մեջ կենալու, Հիսուս Քրիստոսի առջև այդ դուռը բացելու։ Եթե այդ զոհաբերությունը չլիներ, ես եւ դու չէինք կարող Սուրբ Աստծո առջև կանգնեինք։ Եվ այդ զոհաբերության շնորհիվ եւ մեր մեղքերի խոստովանության շնորհիվ մենք իրավունք ունենք այդ դուռը բացենք եւ ընթրիք անենք մեր արարիչ Աստծո հետ։ Բայց մարդիկ տարիներով գնում են եկեղեցի կարծրացած սրտով։ Եվ հարց, ինչի համար ես գնում եկեղեցի։
Ինչի համար ես աղոթք անում, ինչի համար ես Սուրբ Գիրք կարդում, եթե կարդում ես։ Եթե նպատակդ Հիսուս Քրիստոսին նմանվելը չի եւ նրան հավիտենական ծառայություն մատուցելը չի, եթե դու նորից քո աշխարհային, ժամանակավոր, նյութական այդ ապրելակերպի ու մտածելակերպի այդ արժեքների մեջ ես, ո՞րն է նպատակը քո եկեղեցի գնալու, ո՞րն է նպատակը հավատացյալ ձևանալու, ես սա չեմ հասկանում։ Եթե ժամանակ ես տալիս եկեղեցի գնալու, պիտի այդ ժամանակը իրապես ներդնես Քրիստոսին ճանաչելու մեջ եւ ճանաչելուց հետո ամեն բան անես, որ քո կյանքը նմանվի Հիսուսի կյանքին, որպեսզի դու ախ ու լույս լինես ուրիշների համար, որպեսզի քեզ տեսնողը փառավորի քո հորը, որ երկնքում է, ինչպես Տեր Հիսուսն ասեց։ Սիրելիս, բոլոր աղոթքները դիր մի կողմ եւ կարևորի քո եւ Հիսուս Քրիստոսի հանդիպումը։ Առանց այդ հանդիպման քո մնացած աղոթքները ոչ մի բան են։ Ես վստահ եմ, որ այս առաստաղից վերև չի բարձրանում քո աղոթքները։ Եթե չկա իրական հանդիպում, եթե չկա իրական արժեքային համակարգի փոփոխություն, եւ դու չգիտես ինչի համար ես եկել այս աշխարհ եւ ինչի համար ես ապրում եւ ով է քո Աստվածը, եթե դու չես արժեքավորել այս ամենը, քո աղոթքներդ պարապի են, քո աղոթքներդ իզուր են այդ աղոթքները։ Կանչիր Հիսուս Քրիստոսին, խնդրիր, թող ինքը տեսնի քո սրտի փափագը, թե ինչքան ես կարևորում իր հանդիպումը քեզ հետ, ինչքան ես կարևորում իր հայտնությունը քո կյանքի մեջ, սիրելիս, ուրիշ բանի համար մի աղոթի, անգամ քո երեխաների համար մի աղոթի, աղոթիր քո եւ քո Արարիչ Աստծո իրական հանդիպման մասին, եւ թող Տերը գա եւ ես վստահ եմ, որ Տերը ամեն օր, ամեն ժամ եւ ամեն վայրկյան պատրաստ է, որ դու իրական այդ դուրը բացես իր առջև։ Սիրելիս, արա այդ աղոթքը գիշեր ու ցերեկ, մինչև որ Տիրոջ հայտնությունը չգա քո կյանքի մեջ։ Եղիր օրհնված։